Այս տարի եղանակը քանի որ տաք էր, հունվարից արդեն կարողացանք աշխատանքները սկսել եւ հիմա արդեն բավականին առաջընթաց ունենք մեր աշխատանքների մեջ։ Ռոբերտ Սայադյանի օրն անցնում է Տնկարանում։ Իջևանից Տոհմիկ բնասեր կենսաբան Սայադյանների ընտանիքը 3 տարի առաջ Դիտավան գյուղում հիմնեց մոտ 2 հեկտար տարածքով այս տնկարանը, որտեղ աճեցնում են հիմնականում դեկորատիվ, մշտադալար, ծառաթփատեսակներ եւ բույսեր։ Սկզբում 40 տեսակ ունեին, հիմա տեսականին կրկնապատկվել է, քանակը բազմապատկվել։ Ծաղկող թփեր, տերևաթափ ծառեր, մագլցող բույսեր եւ նմանատիպ այլ բույսեր։ Կան ավանդական, բայց հիմնականում դրսից ներմուծված, բայց արդեն Իջևանի կլիմային ամենաադապտացված բույսերով ենք զբաղվում, որոնց պահանջարկը ամենաշատն է շուկայում։ Մենք արդեն 3-րդ տարին է մոտավորապես այստեղ մի քանի տասնյակ հազար տնկիներ անընդհատ ավելացնում ենք եւ այս տարի արդեն սկսել ենք այստեղ տնկանը համալրել նոր տեսականիով։ Այս տարատեսակ տնկիների պահանջարկը մեծացել է հատկապես շինարարական բումին զուգահեռ, ասում է Ռոբերտը։ Սա եւս ճարտարապետություն է, շինությունների շրջակայքի կանաչապատման առումով տնկարանը զարգացնելու ծրագրեր ունեն։ Նախատեսում ենք այստեղ ջերմոց եւս ունենալ, քանի որ այստեղ բոլոր տնկիները մենք ստանում ենք սերմերի եւ կտրոնների միջոցով Իջևանում գտնվող մեր ջերմատանը։ Եթե այստեղ տեղում մենք ջերմոց ունենանք, ավելի հեշտ կլինի։ 2023 թվականին Եվրամիության ծրագիր կար, ֆինանսավորեցին, այդ ժամանակ ես ստացա կաթիլային ռոռոկման համակարգ եւ ունեցանք արդյունք։ Երիտասարդ կենսաբանը սա ոչ այնքան ձեռներեցություն է համարում, որքան ընտանեկան ավանդույթի պահպանում եւ իհարկե հաճելի զբաղմունք։ Բնության հետ աշխատելը ամենահաճելին է։ Առաջնահերթ կարող եմ ասել հոբի, հետո նոր որպես բիզնես։ Շատ ավելին է, քան պարզապես բիզնեսը կամ գումար աշխատելը։ Կանաչ տնկարանը եզերված է մի քանի մրգատու ծառատեսակներով։ Ծիրանենին արդեն բողբոջել է։ Իրինամ Կրչյան, Գայանե Թամամյան, Վահե Թամամյան, Լուրեր։